Հայրենիքով, հայրենիքում, հայրենիքի համար։ Շուրջ 200 հայ պատանի աշխարհի տարբեր անկյուններից համախմբվել էին մեկ հարկի տակ, յուրովի ներկայացնելու հայրենիքի մասին իրենց պատկերացումները։ Ծիլ կրթական ծրագրի շրջանակում կայացել է Ծիլ տուր հայերեն ստեղծագործական մրցույթը «Իմ անունով երկիր» խորագրով։ Մրցույթի կազմակերպիչը Ամրոց հիմնադրամն է։ Մրցույթի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն է տրվել ստեղծագործել հայրենիքի, ինքնության և պատկանելիության մասին։ Մրցույթը մեկնարկել էր աշնանը։ Ամրոց հիմնադրամը ստեղծվել է 4 հիմնասյուների վրա՝ լեզու, հայրենիք, արժեքներ և հավատ։ Եվ ամեն հիմնասյան համապատասխան յուրաքանչյուր տարի ծրագրեր է իրականացնում։ 2022 թվականից սկսած լեզու հիմնասյանը համապատասխան իրականացնում ենք Ծիլ տուր հայերեն ստեղծագործական մրցույթը։ Ինչու պատանիներ, քանի որ մենք համոզված ենք, որ պատանների հետ աշխատելով ազդեցությունը ավելի մեծ կարող ենք ունենալ, եւ Ծիլ տուր հայերենը, ինչպես նշեցի, 2022 թվականից է, սա 4 տարին է իրականացում։ Մրցույթի կարևոր գաղափարներից մեկն էլ մայրենի լեզվի արժևորումն է։ Ղազարյանի խոսքով, թե հայրենիքում, թե հայրենիքի սահմաններից դուրս ապրող պատանիները պետք է զգան, որ հայրենը շնչող, զարգացող եւ ստեղծագործող լեզու է։ Այդ նպատակով այս տարի առաջին անգամ ներկայացվել է օտարագիր խրախուսական անվանակարգը։ Օտարագիր խրախուսական մրցանակը նախատեսված էր այն հայ պատաների համար, ովքեր որ ստեղծագործում են այլ լեզուներով։ Օտարագրով մենք ուղերձվեցինք, որ հայերենը, անկախ նրանից նրանք որ լեզվով են ստեղծագործում, հայերենը իրենց տունն է, արմատն է եւ վերադարձի ճանապարհն է։ Հիմնական անվանակարգերում ընտրվել են 3-ական լավագույն աշխատանքներ, որոնք ստացել են դրամական պարգևներ եւ խրախուսական մրցանակներ։ Օտարագիր անվանակարգում հաղթողները պարգևատրվել են հայագիտական կրթական ծրագրերով։ Ծիլ տուր հայերեն մրցույթի օտարագիր անվանակարգում ընտրվել են Վիկտորիա Սարգսյանի իսպաներեն լեզվով ստեղծագործած «Կես Արմենիա» աշխատանքը։ Որպես մրցանակ Վիկտորիա Սարգսյանը ՄԱՄ կրթական նախաձեռնության կողմից ստանում է «Դու հայ ես» հայագիտական դասընթացին մասնակցության հնարավորություն։ Ջավախքը ներկայացնող Անի Թութունջյանը «Անին ես եմ» վերնագրով ստեղծագործությամբ ներկայացրել է մայրաքաղաք Անիի մասին իր պատկերացումները։ Այնտեղ ներկայացրել է, որ չեմ գտնվել այնտեղ, սակայն ցանկությունս մեծ է եւ Անի մայրաքաղաքի հետ ասոցացրել եմ ինձ։ Ջավախքից Սյունիք 15-ամյա Զոյա Բաղդասարյանն էլ ստեղծագործել է Սյունիքի մասին։ Սյունյաց աշխարհի վիշապ աշխատանքը մի յուրօրինակ ճամփորդություն է քարահունջի առեղծվածների միջով։ Պատահական ստացվեց, ես չէի պատրաստվում գրել նրանց մասին, այդ շրջանում ես հանկարծակիորեն անդադար հանդիպում էի վիշապաքարերի մասին, տեղեկություններին, քարահունջի մասին, ասեցի վերջ գրելու եմ նրանց մասին, թեկուզ որ քարահունջը չեմ տեսել։ Գաղափարներից մեկը նաև այն էլ, որ ուր էլ գնանք, ուր էլ լինենք, մեր հայրենիքը մեր սրտում է, անկախ մեզանից մենք կհայտնվենք այնտեղ, որտեղ որ մեր հայրենիքն է։ Ինքնության պահպանման հարցում նմանօրինակ միջոցառումը կարևորում է մրցույթի ժյուրիի անդամ Էդիկ Պողոսյանը։ Նրա խոսքով այս մրցույթը պատանիներին տալիս է այն, ինչ տարիներ առաջ իր սերունդը չի ունեցել։ Իմ կարծիքով իրենց անկեղծությամբ կարողացել են ներկայացնել այդ ամեն ինչը, որ իրենց սրտում կա, ցավից սկսած մինչև հաղթահարման ձևեր։ Այդ անկեղծությունը հատկապես նոր սերնդի մեջ շատ ակնհայտ երևում է եւ դա գնահատելի է եւ հուսանք, որ ճիշտ ուղու վրա դնելով մենք կարողանանք ունենալ ավելի լավ ապագա։ Պատանիները ստեղծագործել են իրենց բարբառներով, արևելահայերենով եւ արևմտահայերենով, իրենց գյուղի կամ քաղաքի մասին։ Հիմքում դրել են սերն առ հայրենիք, արմատներին կարճած մնալու եւ կրթվելով հզորանալու գաղափարը։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։